Հարգելի Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավականու անդամներ ողջունում եմ ձեզ, համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին 2025 թվականի ապրիլի 2-ին հրավիրվել է Արզնի համայնքի ավականու Արտահերթ նիստը։ Նիստի ներկայ ավականու 8 անդամներից 7-ը նիստը հայտարարել սկսված օրակարգը կներկայացնի աշխատակազմի կարգավորած Լեոնիդյանը։ Համայնքի ավականու թիվ 05 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 17-րդ հոդվածի պահանջի համայնքի ավականին որոշում է հաստատել համայնքի ավականու 2025 թվականի ապրիլի 2-ի թիվ 05 արտահերթ նիստի օրակարգը։ Հարց համար առաջին։ Արզնի համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին։ Հարց համար երկրորդ։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավականու 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 02N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Հարց համար 3։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Հարց համար 4։ Կոտայքի մարզի Արզնի համայնքի կողմից առևտրային ընկերության մասնակից դառնալու մասին։ Հարց համար 5։ Արզնի համայնքի կարիքների համար հողամաս և շինություն ձեռք բերելու մասին։ Քննարկություն։ Կողմ 7 կողմ որոշում ընդունվեց, անցնենք օրակարգի հարցերին։ Հարց համար առաջին։ Արզնի համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և բյուջետային համակարգի մասին օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի պահանջների համայնքի ավականին որոշում է Արզնի համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի առաջին եռամսյակի բյուջեի կատարման մասին ընդունել իգիտություն համաձայն հավելվածի։ Սույն որոշում ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ Քննարկություն։ Կողմ 7 կողմ որոշում ընդունվեց, անցնենք օրակարգի երկրորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավականու 2025 թվականի հունվարի 15-ի թիվ 02N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ Համաձայն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 34-րդ հոդվածի, տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համայնքի ավականին որոշում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի ավականու 2025 թվականի հունվարի 15-ի Արզնի համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 02N որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Քննարկություն։ Կողմ 7 կողմ անցնենք օրակարգի երրորդ հարցին։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920N որոշմամբ հաստատված կարգի պահանջներին և հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի մարտի 24-ի թիվ 2/Փ/100 եզրակացությունը համայնքի ավականին որոշում է հավանություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և փոփոխել Կոտայքի մարզի Արզնի համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի Դավիթ Անդրանիկի Մարկոսյանի սեփականության իրավունքով պատկանող 07016 0445 0003 կադաստրային ծածկագրով 0.28 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հնդավոր հողամասի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության։ Հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված համայնքի բյուջետ 12.480.000 դրամ վճարելուց հետո։ Հիմն Հայաստանի Հանրապետության անշարժ գյուղի կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ
պետական գրանցում կատարելու համար։ Սույն որոշումը ստորագրման օրվանից։ Ուզրացություն կողմ, 7 կողմ, անցնենք օրակարգի 4-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքի կողմից առևտրային ընկերության մասնակից դառնալու մասին։ Համաձայն Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մասին օրենքի 14-րդ հոդվածի և 16-րդ հոդվածի և 16-րդ հոդվածի 14-րդ և 19-րդ մասերի պահանջների, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և մասնավորապես Արզնի համայնքի տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելավման և Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի, այսուհետ ծրագիր, մասնակից դառնալու նպատակից համայնքի ավականին որոշում է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելավման նպատակով դառնալ ծրագրի շրջանակներում հիմնադրված Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ սահմանափակ պատասխանատվության ընկերության ՍՊԸ պետական գրանցման համար 85-110-92-86-15 պետական գրանցման ամսաթիվ 2409-2016 թվական հարկային կոդ ՀՎՀՀ 030-21-779 գործունեության հասցեն ՀՀ Կոտայք Հրազդան սահմանադրության հրապարակ 1 վարչական շենք, այսուհետ ընկերություն մասնակից։ Սույն որոշման նշված արդյունքին հասնելու համար սույն որոշումն ընդունելու պահից լիազորել համայնքի ղեկավարի տեղական Էդիկ Հայկազի Աղյանին, անձը հաստատող փաստաթուղթ, հաշվառման հասցե, Կոտայքի մարզ Արզնի համայնք 5-րդ փողոց 25 տուն, անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով հանդես գալ Արզնի համայնքի անունից, ստորագրել ընկերության նոր կանոնադրության հավելվածում, ստորագրել սույն որոշումից բխող լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Արզնի համայնքին պատկանող լիազորությունների, իրավունքների և պարտականությունների ողջ ծավալով մասնակցել ընկերության ընդհանուր հերթական և արտահերթ ժողովների։ Ուզրացություն կողմ, 7 կողմ, անցնենք օրակարգի 5-րդ և վերջին հարցին։ Արզնի համայնքի կարիքների համար հողամաս և շինություն ձեռք բերելու մասին։ Համաձայն տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի պահանջներին և հիմք ընդունելով էքսպերտ օցենկա ՍՊ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի գնահատման թիվ 01-Տ կոտորակ 25-03-2025 հաշվետվությունը համայնքի ավականին որոշում է թույլատրել Արզնի համայնքի ղեկավարին համայնքի կարիքների համար ձեռք բերել ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի 5-րդ փողոց 50-2 հասցեում գտնվող 0716-0028-0051 կադաստրային ծածկագրով 0.0675 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և 557.6 քառակուսի մետր մակերեսով հանրախանութով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2001-2025 գիծ 07 գիծ 01-62 վկայական համայնքի բյուջեի համապատասխան հոդվածից հատկացնել 88.800.000 դրամ, որից 10%-ի չափով գումարը նախատեսվում է փոխանցվել որպես հարկային պարտավորություն։ Ուզրացություն կողմ, 7 կողմ, որոշում ընդունել, հարցերը սպառվեցին։ Օրակարգի հարցերը սպառվեցին, նիստահարդարումը փակված։